հարգելի հետևողներ, կզրուցենք Դավիթ Ֆիդանյանի հետ։ Դավիթ, նախ ձեր ակնկալիքների մասին այս դեսպանատնից, որովհետև առաջին անգամ չէ, որ այստեղ ակցիա է իրականացվում։ Ինչ սպասել այս անգամ, որովհետև գիտենք Հայաստանում դեսպանները շատ զգուշավոր են եւ հավասարության այսպես հարթակում են դնում երկու կողմերի խնդիրները։ Շնորհակալ եմ հարցի համար, անկախ նրանից, թե իրենք ինչ արձագանք ցույց կտան, մեր խնդիրն է բարձրաձայնել տեղի ունեցողի մասին, որպեսզի ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև ողջ միջազգային հանրությունը տեղեկանա, թե Հայաստանում ինչպիսի համակարգ է ձևավորվում, կոշտ ավտորիտար համակարգ, որը որ ըստ այլևս չի հանդուրժում այլակարգություն, մարդկանց կալանավորում են ոդկասթի շրջանակներում հնչեցված սուր քննադատության համար, մարդկանց կարող են կալանավորել այն բանի համար, որ ասում են մենք կպաշտպանենք եկեղեցուն մեր ձևով, մարդկանց Facebook-յան գրառումների համար են մարդիկ հայտնում թիրախում իրավապահների, սա դասական ավտորիտար ռեժիմ է, որը որ ձևավորել է Փաշինյանի կողմից եւ որը որ միտված է իր անձնական իշխանությունը պահպանելու համատեքստում։ Միջազգային կառույցները մարտավոր են։ Եթե իրենք ցանկանում են, որ հայ ժողովուրդը կամ հայ հասարակությունը պահպանի հարգանքը ժողովրդավարական արժեքների նկատմամբ, այդ հավատ է, որ պահպանի եւ պարտավոր են արձագանքել տեղի ունեցողին եւ ժողովրդավարական կամ դեմոկրատական արժեքները իրենք պետք է ավելի բարձր դասեն, քան ռեալ պոլիտիկա ասվածը, որը որ նրանք շարժվում են, հա։ Իրավապահների գործողությունից դուք եւս անմասն չէիք մնացել, ինչպես էին մեկնաբանել այսպես ձեր առնչությամբ դրվագը։ Իբրև արդարադատությանը խոչընդոտել։ Չէի կարող խոչընդոտել եք։ Իրենց ձևակերպմամբ ուշ էի բացել դուռը։ Շատի դինեն դուռը հստակում են արագ բացել։ Հոդված չվերցնում։ Պարոն Ֆիդանյան, ինչպես կգնալ եք փաստը, որ Վազգենը Սաղաթելյան եւ Նարեկ Սամսոնյանը ընդամենը մի քանի ամիս մնացին ազատության մեջ եւ նորից նույն ձեռագրով ձերբակալեցին ու այս անգամ արդեն պարզ դարձա, որ թիրախում են նաեւ լրատվամիջոցը, այլ գիտեք։ Իրենց առաջին ձերբակալությունը եւ կալանքներ միտված էր, որպեսզի տորպեդահարվի լրատվականի գործունեությունը ոչ միայն ոդկասթի, այլ նաեւ ողջ լրատվականի կարծում եմ եւ իրենք տեսան, որ դրանով որևէ բանի չհասան, կարծում եմ այս անգամ ուղղակի ընդլայնեցին սպեկտրը ողջ լրատվականը այդպես թիրախում, բայց իդրփախտեցին իրենց եւ ուրախություն մեզ բոլորիս, մեր բոլոր դիտողների համար, ֆեյքը չի պարալիզացվել Շնորհակալություն։ 168-ի հարգելի հետևողներ, այսքանով ամփոփում ենք մեր ուղիղ հեռարձակումը, շնորհակալություն մեզ հետևելու համար, իրադարձությունների ընթացքին շարունակեք հետևել 168-ի կայքէջում եւ համանուն YouTube-յան ալիքում մնացեք խաղաղ։